Բարև ձեզ։ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 13-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես պետք է ասեմ, որ նորից այսօր կանդրադառնամ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, սրվում են հարաբերությունները, փոխադարձ հայտարարություններ, մեղադրանքներով արվում են, ու ստեղ շատ կարևոր է ուսումնասիրել Իրանի քայլերը։ Իրանը ցույց է տալիս, որ կարելի է ունենալ շատ ու շատ ավելի փոքր ռազմական հնարավորություններ, բայց նույնիսկ դա, եթե խելոք դա օգտագործում ես, կարող է քեզ տալ առավելություններ պայքարում հզոր Ամերիկայի դեմ։ Այս օրինակը շատ կարևոր է, ոնց են պայքարում իրանցիք, ոնց են կարճում ցանկացած հարցի հետ կապված, ոնց է պայքար տանում։ Անչափ կարևոր է դա իմանալ, հասկանալ, սովորել այդ օրինակով։ Ես նաև պետք է ասեմ, որ կոնգրեսում շատ մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Դոնալդ Թրամփը խոստում տվեց Թուրքիային տալ F-35-ը, այս հայտնի ամերիկյան ամենաժամանակակից կործանիչները կոնգրեսում կտրականապես դեմ են, ու դեմ են ոչ միայն դեմոկրատները, նաև հանրապետականները, հենց Դոնալդ Թրամփի կուսակիցները։ Այդ թեման կարևոր է, նաև մի քանի օրինակներ ես ձեզ կբերեմ, ոնց են պետությունները պաշտպանում իրենց շահերը, ինչ քայլեր են անում, մեզ համար դա շատ օգտակար է, միշտ էլ սովորելը դա վատ բան չի, սովորելը այլ փորձը ուսումնասիրելը, ու այսօր նորից ես ուզում եմ անդրադառնալ անկլավների թեմային։ Անկլավների թեման շատ զգայուն է, եւ Ադրբեջանի համար, եւ մեզ համար իմ կարծիքով էլ ավելի զգայուն է, ու այս թեման կասկած ես չունեմ, մոտ ժամանակներս կլինի շատ ակտուալ թեման, քանի որ ինչքան հասկանում եմ, Ադրբեջանը ուզում է շարունակել դելիմիտացիան հայ-ադրբեջանական սահմանի, բայց այնուամենայնիվ, չնայած որ նախկինում Հայաստանը ու Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով հայտարարում էին, որ այդ թեման վերջում կլուծեն, բայց իմ կարծիքով Ադրբեջանը հիմա առաջ է բերում այդ թեման, որ անկլավների հարցը հենց մոտ ժամանակներս լուծվի։ Ու քանի որ այս անկլավների հետ կապված կան նոր հայտարարություններ, օրինակ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի միջազգային կառույցների, դա է պատճառը, որ ես այսօր նորից այդ շատ զգայուն մեզ համար թեմայի ուզում եմ անդրադառնալ, նաև Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների թեմային, միջ այժմ Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, դա ինչ է նշանակում, ինչ զարգացումներ կարող են լինել։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Ուրեմն շատ տխուր, շատ վատ լուր եկավ, դուք գիտեք, Լինդսի Գրեմը, սենատորը Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ սենատորներից մեկը մահացել է։ Անսպասելի փաստ էր դա, ասում են դա ինչ որ սրտի հետ է կապված, քանի որ այդ սենատորը հիվանդ չէր, ինչ որ ոչ մի բանի, ասենք, առողջության ոլորտում ոչ մի բողոքներ չուներ, ու անսպասելիորեն մահացել է։ Պարզ է Դոնալդ Թրամփը, քանի որ Լինդսի Գրեմը շատ էր աջակցում Դոնալդ Թրամփին իր պայքարում նույն Իրանի դեմ, այդ հայտնի սենատորն է, որը կոշտ պայքարողն է, որ սանկցիաները Ռուսաստանի դեմ էլ ավելի կոշտ լինեն, ուժեղանան, այդ սենատորն է, որը լոբիզմով էր զբաղվում Իսրայելի շահերին, դա է պատճառը, որ Նետանյախուն, Իսրայելի վարչապետը, ցավակցական խոսքեր ասեց, ու ասեց, որ Իսրայելը կորցրեց ամենամեծ բարեկամներից մեկին։ Ես պետք է ասեմ, որ հիշում եմ, որ Լինդսի Գրեմը նաև հայկական հարցերով ունեցել էր նախկինում ելույթներ, ու ինչքան հասկանում եմ, բավական հայանպաստ։ Հիմա երբ որ ես ասում եմ, որ պետությունները, երբ որ հետևողական են, հասնում են իրենց ուզածին, օրինակներ մի քանի կբերեմ։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարողացավ կառուցել ավելի կառուցողական հարաբերություններ Թրամփի հետ ու Միացյալ Նահանգները ի պաշտոնե հայտարարեցին, որ տալիս են իրավունք Ուկրաինային արտադրել հրթիռները Patriot հակաօդային համակարգերի համար։ Դուք գիտեք, Ռուսաստանի բալիստիկ հարվածները Ուկրաինային շատ ցավոտ են, այդ Patriot համակարգերը ունի Ուկրաինան, բայց շատ քիչ են, ու ամենակարևորը հրթիռները, որով Patriot-ը պետք է խփի այդ բալիստիկ հրթիռները ռուսական, այս հրթիռների պակաս կա։ Ու ամերիկացիք թույլ տվեցին արտադրել այդ հրթիռները Patriot-ի համար ու այդ համակարգերի համար, որոնք կան Ուկրաինայում։ Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ այդ արտադրությունը կդնի, դրա մասնագետները ասում են, որ մոտավորապես մի տարի կտևի, մինչև Ուկրաինան կսկսի արտադրել, բայց այդ կարևորագույն դրական քայլերը Ամերիկայի կողմից Ուկրաինայի նկատմամբ։ Էստոնիան։ Դուք գիտեք, Էստոնիան միշտ գտնվում է Ռուսաստանի ճնշման տակ, միշտ իրանք մտավախություն ունեն, որ ռուսական զորքերը Նարվա այդ գետը կանցնեն ու կմտնեն, ու ամենախոցելի տեղը դա Նարվա քաղաքն է, այդ հայտնի բան է։ Ռուսաստանը Նարվա քաղաքի դիմացը կուտակում է ռուսական տարածքում զորքերը, ու Էստոնիան ի պաշտոնե որոշում ընդունեց ռազմաբազան դնել Նարվայում, ու էստոնական ռազմաբազան։ Մոտավորապես 3-4 տարվա մեջ իրանք այդ ռազմաբազան կզարգացնեն ու մոտավորապես 1000 զինվոր կտեղադրեն այդ բազայում։ Ես նոր ասեցի, որ Միացյալ Նահանգների կոնգրեսում սկսվեցին քննարկումներ տալ թե չտալ F-35-ը Թուրքիային, կտրականապես բոլորը դեմ են։ Թրամփին շատ դժվար կլինի փոխել այն օրենքը, որը ընդունվեց 2019 թվին, ինչի դիմաց, երբ որ Թուրքիան բերեց 2019 թվին շարեց իր տարածքում ռուսական հակաօդային համակարգերը S-400-ը, որը ավտոմատ թույլատրեց ՆԱՏՕ-ի պաշտպանությունը։ Ամերիկացիք այն ժամանակ ու հենց Դոնալդ Թրամփը այն ժամանակ առաջի անգամ ընտրված նախագահան այդքան դժգոհ էին, որ կոնգրեսով էլ անցկացրեցին լրջագույն օրենք սահմանափակող համագործակցությունը Միացյալ Նահանգների Թուրքիայի հետ, F-35-ը այդ ծրագրերից ընդհանրապես Թուրքիային հանեցին, չի ծախվի այդ F-35-ը, օրենքը արգելում է, նաև այլ ռազմական համագործակցությունը գրեթե դադարեցվեց Թուրքիայի հետ։ Հիմա Դոնալդ Թրամփը Անկարայում ինչ-որ խոստումներ տվեց, կոնգրեսում սկսվեցին քննարկումներ, սենատորները եւ կոնգրեսականները, ներկայացուցիչների պալատի պատգամավորները հիմա իրար հետևից քննադատում են, չեն համաձայնում նաև հանրապետականները, նաև դեմոկրատները։ Շատ դժվար կլինի հաղթահարել այս օրենքը Դոնալդ Թրամփին, որը ինչ-որ խոստումներ կարծես թե տվեց Էրդողանին, բայց Դոնալդ Թրամփը ինչ է ասում, մեր պահանջը, որ Թուրքիան դուրս բերի S-400-ը իր տարածքից Ռուսաստանի։ Ռուսաստանն էլ ասում է, դա շատ ու շատ զգայուն հարց է մեզ համար, քանի որ Ռուսաստանը հանձնեց Ղարաբաղը Ադրբեջանին հենց դրա դիմաց, այս գործարքի դիմաց, հիմա Թուրքիան գցում է Ռուսաստանին, այդ գործարքից հրաժարվում է, բայց Ռուսաստանը իր ռազմավարական նշանակություն ունեցող իր համար օբյեկտը Ղարաբաղը, մեզ համար դա մեր պատմական հայրենիքն է, Ռուսաստանի համար ռազմավարական օբյեկտը հանձնեց Ադրբեջանին Թուրքիայի խնդրանքով կամ պահանջով։ Մյուսը իրոք լարվում են հարաբերությունները Միացյալ Նահանգներ Իրան, իրար հետևից 3 օր իրար հետևից փոխադարձ հարվածներ են, ամերիկացիք առաջի հերթին Հորմուզի նեղուցում այն կղզիները, որ կան իրանական, այնտեղ է հարվածներ հասցնում, ամերիկացիք բաց ասում են, մենք ուզում ենք հնարավորությունը Իրանի Հորմուզի նեղուցը փակ պահելու թույլատրել, իրանցիք հակահարվածներ են տալիս, բայց հակահարվածները իրանցիներին որտեղ են ուղղված են ամերիկյան բազաներին դեմ, որոնք գտնվում են Հորդանանում,
Քուվեյթում, Բախրեյնում եւ Քաթարում։ Ցավոտ հակարվածներ տալիս են իրանցիք։ Հիմա այդ կամ ցավոտ փոխադարձ հարվածներ են տալիս կողմերը, այդ կամ ծավալը այդ հարվածների մեծ է, որ նույնիսկ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ի արձագանքեց ու ասեց, որ դա կբերի լուրջ հետևանքների մերձավոր արևելքի համար ու աղետալի հետևանքներ դա կարող է բերել։ Ամերիկացիք նույնիսկ թվերը տալիս են, օրինակ երեք իրանք 140 հարվածներ տվեցին 140 օբյեկտների գտնվող հարավում, Իրանի հարավում։ Հիմա այդ սրումը միանշանակ բացասական է, դա կազդի եւ նավթի գների վրա եւ գազի գների վրա եւ նավթի պարզ է դա միայն ճգնաժամերի կբերի, նաեւ տնտեսական ոլորտում, նաեւ առևտրի ոլորտում, նաեւ նավթի առևտրի ոլորտում ամբողջ աշխարհով մեկ լավ բան չի, բայց ես այս օրինակը հիմա ուզում եմ բերել ինչու։ Զուգահեռ այս իրար հարվածների իրանցիք ասում են մենք այնուամենայնիվ պատրաստ ենք խոսել ու առաջ են բերում հարցեր։ Օրինակ, Իրանի գլխավոր դատավորը Իրանը ունի բարձրագույն դատական մարմին ու դրա ղեկավարը ելույթով հանդես եկավ, ինքը ասում է պետք է պատժվեն այն ղեկավարները Իսրայելի, Ամերիկայի, ովքեր հրաման տվեցին երկու պատերազմ վարեցին Իրանի դեմ։ Դուք հիշում եք, առաջի պատերազմը անցած տարվա հունիսի 12-ից սկսվեց, 10 օր տևեց, ու այս տարվա փետրվարի 28-ից հիշում եք սկսված երկրորդ պատերազմը Իրանի դեմ։ Ու իրանք ասում են միջազգային հարթակներում մենք կպայքարենք, որ դատապարտվեն այն ղեկավարները Ամերիկայի եւ Իսրայելի, որը այդ պատերազմը սկսեցին։ Նո դուք գիտեք միջազգային նորմեր կան, միջազգային ՄԱԿ-ի, միջազգային այլ կառույցների շրջանակներում, որոնք իրոք զբաղվում են այդ հարցերով, նույն քրեական դատարանը ՄԱԿ-ի զբաղվում են։ Հիմա Իրանը ասում է այո, այնտեղ ազդեցությունը նույն Ամերիկայի մեծ է, բայց մենք պետք է մեր գործը առաջ տանենք։ Նույնատիպ բաներ ասում է նոր հոգևոր առաջնորդը Իրանի Ալի Խամենեի տղեն։ Ալի Խամենեին խփեցին, այդ տղեն ասում է մենք վրեժ պետք է լուծենք, քանի որ այդ ինչ է նշանակում, որոշեցին այլ երկրի ղեկավարին սպանել, ոչնչացնել։ Հենց այդ ելույթից հետո է, որ Թրամփը մտահոգված հայտարարեց, որ եթե մահապատիժ փորձ արվի իր դեմ, անել Միացյալ Նահանգները հուժկու հարվածներ Իրանին կտան։ Բայց միտքս ինչու՞մ է։ Ես չեմ ասում, որ ամեն մի պետություն պետք է նույնատիպ քայլեր անի, եթե այդ պետության դեմ ինչ-որ ուժային քայլեր արված են, բայց դա այդ օրինակները մեզ սովորացնում են ոնց պետք է պաշտպանել շահերը։ Օրինակ դուք գիտեք, որ Իրանը կարողացավ բանակցային process-ից հանել հարստացված ուրանի հարցը։ Միջուկային ծրագրերը չհանեց, միջուկային ծրագրերի հետ կապված կա կետ, որ Իրանը պարտավորվում է չստեղծել միջուկային զենք, բայց նախկինում գլխավոր պահանջներից մեկը հիշում եք Իսրայելի եւ Ամերիկայի որն էր, որ միջուկային որ հարստացված ուրան չունենա Իրանը։ Հիմա այս հարցը ընդհանրապես հանված է, ամերիկացիք հիմա համաձայն է, որ միջուկային հարստացված ուրանը Իրանը ունենա։ Ինչ եմ ուզում ասել, հետևողական քաղաքականությունը, հարցի դնումը, նույնիսկ երբ որ պետությունը թույլ վիճակում է համեմատ Ամերիկայի, Իսրայելի հետ, Իրանը անհամեմատ քիչ հնարավորություն ռազմական ունի, բայց հետևողական քաղաքականությունը, տրամաբանությունը, ձեռքբերումը դաշնակիցներին բերեց նրան, որ այսօր ուզած-չուզած ամերիկացին մի քանի կարևորագույն կետերով գնացին լուրջ զիջումների։ Նաև այդ թվում ես ասացի այդ միջուկային ծրագրերի հետ կապված։ Ու ավելին Իրանը այնուամենայնիվ ուզում է վերահսկել Հորմուզի նեղուցը, ազատ նավագնացության դեմ է,
ամերիկացիք ուզում են, որ նորից վերականգնվի ազատ նավագնացություն այդ Հորմուզի նեղուցի միջոցով, չի ստացվում։ Ինչ միտքս ինչում եմ, դες ամեն երկիր իր շահը առաջ տանելով, եթե հետևողական է, ինչ-ինչ արդյունքների հասնում է։ Նորից ուզում եմ կրկնել, ես կողմնակից եմ, որ խաղաղությամբ լուծվեն այդ հարցերը։ Մեր շահերից Հայաստանի բխում է, որ Ամերիկան Իրանի հետ լեզու գտնեն ի վերջո այն ստորագրված Սաուդյան Արաբիայում ու Պակիստանում, հիշում եք, Իսլամաբադում այդ հրշակագիրը խաղաղության կամ զինադադարի հետ կապված Միացյալ Նահանգներ Իրան, որ դա աշխատի, այդ ուրիշ բան է, բայց այս արանքում ուսումնասիրելը ոնց են պաշտպանում իրենց շահերը պետությունների, ուղղակի մենք պարտադիր ենք, ու ոչ միայն մենք, փորձագետներս ճանաչված միջազգայինորեն, նաև մեր կառավարությունը, մեր կառավարության տարբեր ստորաբաժանումները։ Հիմա ուզում եմ անցնել կարևորագույն այսօր թեմաների, հայ-ռուսական հարաբերություններ եւ անկլավների հարցը։ Գիտեք, հայ-ռուսական հարաբերությունները բարձ զարգանում են, տեսնում ենք դա, բայց հետաքրքիր այս տարեր կան այս բարձ զարգացման մեջ։ Պարզվեց, քանի որ Ռուսաստանում իրոք տնտեսական վիճակը շատ ծանր է, ռուբլու արժեքը ընկնում է, բոլորս գիտենք, այդ էներգետիկ ոլորտում, նավթի, գազի, պակասի ոլորտում խնդիրները Ռուսաստանի, քանի որ անխելք պատերազմ, հանցավոր պատերազմ սկսեցին Ուկրաինայի դեմ, հիմա Ուկրաինան գտավ ձև պաշտպանվելու ու բավական բարդ վիճակ է Ռուսաստանի համար, նաև պարզվեց, որ տրադրամը Ռուսաստանի ռուբլին արժեքը անկում է ապրում ու Հայաստանում մի երևույթ եկավ առաջ վերջի ժամանակներս, որ մեր բանկերում սահմանափակում են կանխիկ ռուբլու ընդունումը։ Դες եթե մարդիկ մեծ քանակությամբ կանխիկ ռուբլի բերում են, բանկը չի ընդունում կամ սահմանափակում է դա։ Բանկային օպերացիաները, փոխանցումները ռուբլի շրջանակներում մեր բանկերը ասում են չեն սահմանափակվում, բայց կանխիկ մուտքը բանկեր ռուսական ռուբլու սահմանափակվեց։ Ու շատ հետաքրքիր է դա ինչ է նշանակում, դա մեր նախաձեռնությունն էր, թե ինչ, ուրեմն Հայաստանի բանկերի միությունը պարզաբանում տվեց, որ այս նախաձեռնությունը Ռուսաստանից է գալիս, ռուսական կենտրոնական բանկից է գալիս ու քանի որ ԵԱՏՄ-ի շրջանակներում նաև մեր շատ բանկերը ԵԱՏՄ-ի շրջանակների բանկեր են, պարզը մեր բանկերը այդ խաղի կանոնները վերցրեցին։ Չգիտեմ պարտադիր էին թե ոչ, մեր կենտրոնական բանկը այս ձևի սահմանափակումներ չվերցրել, պատասխանեց դրա հետ կապ չունի, բայց մեր մասնավոր բանկերը ստանձնեցին այդ սահմանափակումները։ Ես մասնագետ չեմ ֆինանսների ոլորտի, չգիտեմ մեզ ինչն էր ձեռնտու, որ մեր բանկերը այդ սահմանափակումները Ռուսաստանը, որը մտցրեց, ընդունեն որպես իգիտություն, որպես օրենք իրենց համար, թե հակառակ քայլեր անեն ու մեծ եկամուտներ ստանան, չեմ կարող ասել, մասնագետ չեմ, բայց այս ցույց է տալիս մեր կախվածությունը նաև ֆինանսական բանկային ոլորտում Ռուսաստանից։ Ռուսաստանում ճգնաժամ է ռուբլու հետ կապված ու դա արտահայտվում է նաև մեզ մոտ։ Ստեղ էլ մտածելու բան ունենք։ Մյուս հարցը, որի մասին ուզում եմ ասել, գիտեք, դու գիտեք, որ Հայաստանը բավական մեծ լուրջ քայլեր է արել վերջի 3-4 տարվա մեջ զենք զինամթերք ձեռք բերելու բարեկամ պետություններից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, այլ երկրներից։ Ու ստեղ է, որ իրոք ժամանակակից զենքի տեսակներ մենք ստացանք այդ երկրներից, մի շարք երկրներից, դա շատ լավ է, հիմա այդ զենքերը մեր բանակը ուսումնասիրում է, որ կարողանա օգտագործել, եթե Աստված ոչ անի մեր վրա հարձակվեն, բայց միտքս ինչում է։ Այս դրական աշխատանքը, որ ես գնահատում եմ շատ բարձր, շատ բաներ իմ աչքերով տեսել են, այս պաշտպանության գոտիները, որ ստեղծվում են, եղել եմ, տեսել եմ, բարձրագույնս գնահատում են, բայց ուզում եմ ասել, ինչի ենք մենք դա անում։ Ինչի ենք անում ենք դրա համար, որ չնայած որ խաղաղության process է գնում Ադրբեջանի հետ, բայց եթե ինչ որ բան փոխվի ու փորձեն մեզ հարվածել, որ մենք ինչ որ վտանգների պատրաստ լինենք։
ինչը կարելի է միայն ողջունել, բայց դա նաև պետք է արտահայտվի մեր դիվանագիտության, արտաքին քաղաքականության մեջ։ Կոպիտ ասած, այդքան չվախենանք Ադրբեջանին։ Հասկանալի է, պատերազմից անմիջապես հետո Ղարաբաղի կորուստից հետո լարված վիճակ, շոկի մեջ, այդ ամեն ինչ հասկանալի է։ Կարելի է վերլուծել, չգիտեմ ինչ անել, բայց այդ հասկանալի է։ Բայց կամաց-կամաց Հայաստանը խելքի է գալիս, կամաց-կամաց քաղաքական համակարգը, պետական համակարգը խելքի է գալիս։ Տեսակ պարոն Սուրեն Պապիկյանը ուղղակի երեք էր դա, երեք չարաչորը ցույց տվեց այս բանակի կողմից մեր ձեռք բերված զենք զինամթերքը ամենաժամանակակից կոպիտ ասած ինքը ցույց է տալիս, որ մենք պաշտպանությունը ուժեղացնում ենք, մի վախենա ժողովուրդ, շատ լավ է, բայց դա պետք է նաև բանակցությունների միջոցով արտահայտվի, այդ իմ առաջարկս է մեր ղեկավարներին։ Ու հիմա ես անցնում եմ անկլավների հարցերին ու այդ կապը կտամ ձեզ։ Ինչու դա կարևոր է։ Նայեք, բոլորս հասկանում ենք անկլավների հարցը շատ զգայուն է, 3 հատ փոքր անկլավ Ադրբեջանը ունի Հայաստանում, մենք մեծ անկլավ Արցախեն Ադրբեջանում։ Ես ձեզ ասել եմ, որ շատ ցավոտ հարց է, օրինակ, եթե մենք վերցնում ենք քարտեզները 1940 թվի, 1960 թվականների այդ սովետական թվականների ոչ մի անկլավներ չկան։ Ավելին Արցախը հայկական է ու կտրված չի Հայաստանից։ Ոչ միայն Հայաստանի ներսում չկային անկլավներ Ադրբեջանի, այդ 3-ը, որի մասին հիմա Ադրբեջանը ասում է, որ Իրանն է, իրենցն է, նաև Արցախը Հայաստանինն էր ու կտրված չէր Հայաստանից։ Հիմա այնուամենայնիվ զարգացումը գնացին այն ուղղությամբ, որ մեր կառավարությունը համաձայնվեց օգտագործել 1974 թվի քարտեզները։ Իմ ունեցած տվյալներով դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանի գենշտաբը չէր տալիս այլ քարտեզներ, ստեղել Ռուսաստանը վատություն արեց հայ ժողովրդին, չէր տալիս այլ քարտեզներ, օրինակ 1960 թվի, երբ որ ոչ մի անկլավ չկար կամ մեկը կար, երկուսը չկային։ Այլ ընդհանրապես չտվեց, ասեց, եթե դուք ուզում եք մեր քարտեզները, ուրեմն Ռուսաստանի հետ Ադրբեջանը, Հայաստանը պետք է դա անեն, Հայաստանը կտրականապես դեմ էր, քանի որ Ռուսաստանը բոլոր քայլերը անում էր ի օգուտ Ադրբեջանի։ Ճիշտ որոշում է, ողջունում եմ Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությունը։ Բայց այդ դեպքում ոնց անես դելիմիտացիա դեմարկացիան, ուստեղ ես գիտեմ մի հզոր երկիր աջակցեց 1974 թվի քարտեզները իրանք ունեին, ամբողջ փաթեթը, երբ որ ասում են քարտեզ, դա մի կտոր չի, մոտավորապես 100 կտոր քարտեզներ են, ու այդ հզոր երկիրը տվեց մեզ ու Ադրբեջանին։ Ադրբեջանն էլ այդ քարտեզների վրա համաձայնվեց, այդ քարտեզները ուզում եմ զգուշացնել ամենավատը չեն Հայաստանի համար, քանի որ ինչ որ կտորներ հասցրեցին վերադարձնել Հայաստանին ճանապարհին, բայց ցանկացած դեպքում այդ քարտեզներում կան անկլավներ։ Ու Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, քանի որ այդ քարտեզներով սկսեցինք աշխատանք, շարունակենք։ Տրամաբանական է դա, բայց նորից կրկնում եմ, այդքան մեզ դավաճանեց Ռուսաստանը, որ չհամաձայնվեց քարտեզներ տալ, այն քարտեզները, որտեղ որ անկլավներ չկան ու իուքուտ մեզ կարող են գնային փոքր զարգացումներ, ստեղ մեծ տարածքների մասին չի խոսքը, բայց ռազմավարական նշանակություն այդ փոքր անկլավները ունեն։ Հիմա համաձայն եմ կառավարության հետ, որ այս անկլավները, այս քարտեզներով շարունակենք, քանի որ Ռուսաստանը չի տա այլ քարտեզներ ու եթե տա հետո կուղի մեր դեմ, մեր կառավարությունը շատ ճիշտ է անում, ստացավ մեկ հզոր երկրից այդ քարտեզները, Ադրբեջանն էլ համաձայնվեց, գնացինք առաջ։ Ստեղ ոչ մի ես դիտողություն չունեմ։
Բայց իմ դիտողությունը գլխավորը գիտեք ինչի հետ կապված։ Ուրեմն հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը պրես-կոնֆերանսի ժամանակ այնտեղ հարց տվեցին անկլավների հետ կապված, ինքը սկսեց բացատրել, որ այդ Արցվաշեն անկլավը, որը կա, Ադրբեջանը չի վիճարկում, նույնիսկ քարտեզներ կան, Ադրբեջանի պաշտոնական քարտեզներ, որտեղ որ այլ գույնով Արցվաշենը նշված է։ Այս Ադրբեջանը մի գույնով, Արցվաշենը։ Ուրեմն Ադրբեջանը ճանաչում է որպես մեր մաս։ Նու առաջինը ինձ մոտ առաջանում է հարց, ինչ է Ադրբեջանը կասկածի տակ է դնում, որ Արցվաշենը մերն է։ Այդ դեպքում մենք կասկածի տակ դնենք այս 3 փոքր անկլավները Ադրբեջանի մեր տարածքում։ Բայց գլխավորը դա չի։ Նիկոլ Փաշինյանը ասում է, տեսակ, իրենք հարգում են մեր տարածքային ամբողջականությունը ու այս Արցվաշենը համարում են մերը։ Հիմա հետք վերլուծական կենտրոնը հետքը ճանաչված շատ ու շատ բաներ, որոնք իրենք ասել են տարբեր հարցերում կոռուպցիոն պայքարի հետ կապված, հայ-ադրբեջանական միշտ ստուգված վերստուգված է։ Իրենք ինչ են ասում։ Այո, կան օրինակ թղթային փողեր Ադրբեջանի տարադրամներ թղթային այդ մանաթներ, որտեղ որ քարտեզը նայում ես, այնտեղ իրոք Արցվաշենը Ադրբեջանի տարածքում չի։ Բայց այն թղթի փողերը, դրամները Ադրբեջանի, որոնք տպվել են 2020 թվից հետո, բոլորում Արցվաշենը ներկայացված է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Ուրեմն ստեղ ես ուզում եմ ասել, Նիկոլ Փաշինյանը իր խորհրդականները ավելի խորը պետք է ուսումնասիրեն։ Ես հասկանում եմ լոգիկան Նիկոլ Փաշինյանի։ Ինքը ասում է, նայեք Ադրբեջանը ընդունեց Հալմատայի 1991 թվի խաղի կանոնները, տեսակ ու հարգում է։ Ուրեմն մենք էլ մեր քարտեզներում պետք է նշենք այդ 3 փոքր անկլավները։ Բայց պարզվում է այդպես չի։ Ինչ որ թղթադրամներ կան Ադրբեջանի, որտեղ որ այո, Արցվաշենը նշված է որպես մերը, ոչ Ադրբեջանինը, բայց նոր թղթադրամներ, թղթային փողեր, որոնք մտցվեցին 2020 թվից, բոլորում Արցվաշենը որպես Ադրբեջանի մասն է ներկայացնում։ Ուստեղ ես ինչ եմ ուզում ասել։ Դա շատ լավ է, որ կան վերլուծական կենտրոններ, ինֆորմացիոն կենտրոններ, որոնք այդ ուսումնասիրությունները անում են, բայց զարմացնում է ինձ, որ ասենք վարշապետին ոչ լիարժեք ինֆորմացիա տվեցին։ Ու մյուսը պետք չի այդքան վախենալ Ադրբեջանի համաձայնության անհամաձայնության հետ, քանի որ մենք ընչինք ուժեղանում, խելքի գալիս, որ մի քիչ ավելի հավասարի հետ խոսանք։ Ես էլ կողմնակից եմ միանշանակ Ադրբեջանի հետ շարունակել աշխատանք, միանշանակ համաձայն եմ, որ դելիմիտացիան, դեմարկացիան պետք է շարունակվի այն քարտեզներով, որոնք սկսվեց 1974 թվի, չնայած որ նորից կրկնում են, ավելի լավ քարտեզներ կային մեզ համար, բայց հիմա գնաց process-ը դրա դեմ դուրս գալը ուղղակի մեծ լուրջ քաղաքական սխալ կլինի, բայց ճանապարհին ինչենք մենք ասենք դրական կողմերը Ադրբեջանի նշում, որոնք կիսադրական քայլեր են կամ ընդհանրապես դրականը չեն։ Ուրեմն ստեղ մենք անելիք ունենք, մենք ուժեղանում ենք, խելքի գալիս ենք ու ուրեմն ավելի հավասարի հետ խոսենք Ադրբեջանի հետ։ Ի վերջո այդ խաղաղությունը ու այդ process-ը ոչ պակաս Ադրբեջանին է պետք։ Ու այդ ճանապարհը, որոնք իրանք ուզում են մեզանից ստանալ ու կապվել Նախիջևանի հետ, որը ես համարում ճիշտ է իրանց տալ, ապա շրջափակման դիմաց ու ինչքան հասկանում եմ իրանք համաձայն են ապա շրջափակման, ցույց է տալիս, որ մենք էլ ունենք խաղաքարտեր, մենք էլ կոզիրներ ունենք։ Ու վերջում ուզում եմ ասել շատ կարևոր միտք կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ Ռուսաստանի հետ Միշուստինի հետ բանակցություններից հետո կլուծվեն ինչ-որ հարցեր, ես էլ հույսով եմ, բայց ինչու ես
այնուամենայնիվ որպես փորձագետ համոզված չեմ, որ այդ քայլերի կգնա Ռուսաստանը։ Առաջինը Ռուսաստանը չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը, դա նշանակում է, որ այդ քաղաքականությունը փակել մեր ապրանքների արչև Ռուսաստանի շուկան կշարունակվի, բացի դրանից ես մտածել եմ ինչ պետք է տար Նիկոլ Փաշինյանը Միշուստինին, որ Միշուստինը համոզեր Պուտինին բացել մեր ապրանքների համար ռուսական շուկա։ Ինչ պետք է տար։ Կամ պետք է գնար ասել Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է եվրոինտեգրացիայից ու Ռուսաստանը հիմա պահանջում է մեզանից հրապարակային հրաժարվում։ Ոչ թե տակից ասել, դե լավ, չեն գնա Եվրոմիություն։ Ինչը չի անի Նիկոլ Փաշինյանը, կասկած ես չունեմ, Նիկոլ Փաշինյանը լրջություն այդ process-ի հասկանում է։ Երկրորդը, Ռուսաստանը կուզենար կառուցել ատոմակայանը ռուսական, միգուցե եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տար ատոմակայան կառուցվի, ստեղ կարող է լինել կոմպրոմիս, կամ երրորդ հարց այդ թրիփի հետ կապված, որ Հայաստանը ինչ որ չափով հրաժարվել թրիփից, Դոնալդ Տրամփ ուղու ծրագրից ու նորից Ռուսաստանին հրավերել Հայաստանի հարավ, որ այն ճանապարհը, որը կբացվի Ադրբեջան Նախիջևանի համար Հայաստանի տարածքով, որ դա վերահսկի Ռուսաստանի ՖՍԲ-ն։ Ես դա երրորդ տարբերակները գրեթե բացառում եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է դա ինչով կավարտվի, դա ուղղակի կավարտվի նրանով, որ մեզանից կսկսեն ուտարել Սյունիքը։ Ինքը չի գնա այդ 3 զիջումների, եթե այդ 3 զիջումներից մեկը գոնե լիներ, միգուցե Ռուսաստանը կփոխեր, բայց ես դա բացառում եմ։ Նույնիսկ ատոմակայանը ռուսական կառուցելու ես դա բացառում եմ, քանի որ ամերիկացիների հետ այդքան խորը մտանք ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցման հետ կապված, որ հետ կանգնելը ուղղակի անլուրջ տպավորություն կթողներ Տրամպի մոտ մեր մասին կարծիքը կլինել շատ անլուրջ։ Ուրեմն ես ավարտեցի իմ ելույթը, ես համարում եմ, որ մենք պետք է սովորենք ոնց այլ պետությունները պայքարում են, ոնց կրկնում են իրենց ուզածը։ Տեսեք, Ադրբեջանը երկար ժամանակ չէր ասում Զանգեզուրի միջանցք մեր կոնտեքստով։ Իրանց մոտ իրենք ասում են ճանապարհը Զանգեզուրի միջանցք։ Մեր կոնտեքստով չէին ասում։ Տեսակ 3-4 օր առաջ նորից վերադարձավ այս եզրույթին Զանգեզուրի միջանցք Հայաստանի մասով Բայրամը։ Այդ պետությունները, ովքեր սկսում են լրջանալ, Ադրբեջանը լրջացած է հենց Թուրքիայի աջակցությամբ, բայց լրջացած է։ Մենք պետք է սովորենք։ Մենք պետք է հետևողական լինենք, խաղաղության օրակարգը լավն է, հետևողական առաջ տանենք, բայց այս նյուանսները անչափ կարևոր են, որոնց մասին ես ասեցի։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։